Տարածքային կառավարման նախարարությունից տրանսպորտի վարչության պետն են Պապին Գալստյան։ Ես բայն ուղղակի քննարկում կա, մի հատ Արտուրի հետ երկու բառ խոսենք, լավ, հա։ Մարսպետը հիմա քննարկման վայրում է, հեսա պետք է մոտենանք, մի րոպե կներեք, քննարկում կա, էլի, այս պահին, ուղղակի Նայրի այս թեմայի հետ կապված, այո։ Հնարավոր է քննարկումից հետո կներեք Արտուրը Մարսել, ոնց եք։ Մենք ծանոթ ենք, հա։ Այս պահին մարզպետի հետ էլ էին քննարկման, խնդրեցին դուք էլ էլի մոտենաք մի հատ քննարկումը շարունակենք։ Շատ լավ, մարզպետը հիմա ուր է գտնվում։ Եղվարդի համայնքապետարան։ Ուրեմն ես հանրության հետ խոսակցություն ունեցա։ Ուրեմն այսպիսի մի իրավիճակ է, խնդրում եմ դուք էլ էլի անպայման մասնակիցն եք, դրա համար ենք։ Կարող եք ծանոթը բարձրաձայն Տարածքային կառավարման նախարարությունից տրանսպորտի վարչության պետն եմ, ես Պապին Գալստյան։ Ուրեմն նայեք Ուղղակի Արտուրը մասնակցել էր վերջի մի քանի օրվա քննարկումներին, ուզում ենք որ սրան էլ մասնակցեր, էդ է իր, հա, ուզում ենք, ասեք իրավիճակը ոնց է։ Ես ընդհանրապես հանդիսանում եմ այս պահին միջնորդ Ղազախ համայնքի եւ կառավարության միջև։ Ես ձեր ասած պահանջը փոխանցեցի համայնքին, ժողովուրդ ջան, ձեր հետ առանձին խոսամ, մի րոպե սպասեք խոսամ, ձեր հետ առանձին խոսամ։ Ես փոխանցեցի ձեր կարծիքը համայնքին։ Ուրեմն իրավիճակը հետեւյալն է։ Ես հասկացա, կներեք, հիմա նոր քննարկում է, այսինքն ինչ փոխանցել եք դի մի կողմ, հիմա քննարկման բանկ նոր նյութ կա։ Ասում մի վարքանից ես տակ վերջացնեմ։ Ուրեմն ինչ ենք մենք պայմանավորվել համայնքի հետ։ Ուրեմն ինչ լուծում որ մենք կունենանք, ես այդ լուծումը պետքա քննարկեմ հանրության հետ։ Եղվարդում այդ անել չեմ կարող։ Ես ուղղակի խնդրեցի պաշտոնատար անձանց ժամանեն համայնք, որպեսզի ես կարողանամ շփվել իմ համայնքի բնակչի հետ եւ որևէ բան հայտարարագիր, որևէ փաստաթուղթ ստորագրելուց կամ համաձայնվելու դեպքում ինչ բան ստորագրեք։ Ես դες համաձայն, բայց կարծիք իմանալ պարտավոր եմ, ուղղակի դա առաջարկում ենք, հասկացեք, մեկը լսեք ինձ։ Հիմա առաջարկում ենք գաք ծանոթանաք, հետո գաք համաձայնեցնեք, ձեր կարծիքն ասեք, համաձայն եք, համաձայն չեք, համաձայն չեք, դուք ուզում եք հենց հիմա հանրության կարծիքը լսեք, դուք ուզում եք հանրության կարծիքը լսել ենք, մենք տեղյակ ենք դա, լսել ենք, մի քանի օր լսում ենք։ Ուրեմն հնարավոր է, քննարկման արդյունքում հնարավոր է որ առաջարկներ լինի։ Մենք անունից խնդրում ենք պաշտոնատար անձանց, որպեսզի իրենք գան մեր մոտ։ Դուք հրաժարվում եք, ես բան գաք այնտեղ քննարկման։ Ես չեմ հրաժարվում, հանրությունն է հրաժարվում, ճիշտ է։ Ես էլ եմ ուզում մասնակցել այդ քննարկմանը, կարելի է, չէ՞, իմ կարծիքը։ Ուրեմն ես ուզում եմ իմ ուղղակի լավ կներեք։ Ես իմ կարծիքը ուզում եմ ձեր հետ կիսեմ, այսօր ժողովուրդ ենք հավաքված, մենք մարզպետ ենք պահանջում, մենք համայնքապետ ենք պահանջում եւ ուզում ենք այդ ամբողջ խոսակցությունը այս փողոցից դուրս գանք, մտնենք մեր կուլտուրայի տուն, բոլորս միասին քննարկենք։ Նամանավանդ ես շատ ուրախ եմ, որ դուք տրանսպորտի կապի հետ շատ մոտ անձ եք, հենց այս կարգավիճակը դուք արդեն պետք է պատկերացնեք։ Սա գազելով եւ ֆորդով գնալու գալու տրանսպորտ չի։ Արտուրին որպես ակտիվ, որպես համակարգող է շարժումը, չէ, համատաբար որպես շարժումը համակարգող առաջարկեցինք, հասկացաք իմ ասացի միտքը, հասկացաք իմ ասացի, կներեք, էլի մի րոպե կներեք, իմ առաջարկեցինք, իմ առաջ կներեք, էլի մի րոպե, առաջարկեցինք, ասեք։ Որ այս որոշումը կայացրել եք ժամանակին ու չեք մտածել, որ ինչ է լինելու դրանից հետո։ Իհարկե մտածել եմ, բայց ցանկացած կներեք։ Նոր ցանկացած ժամերով կանգնենք ստեղ, հետո դուք մտածեք գաք թե չգաք։ Այսքան խնդիրներ առաջ են, հազարավոր մարդիկ կանգնեն փողոցում, մեքենաներ կանգնեն, մեկը հիվանդ է, մեկը ծանր հիվանդ է, հիվանդանոց փոփոխություն, ցանկացած բարելավ, ասում եմ ձեզ, ցանկացած փոփոխություն, ցանկացած բարելավում ինքը կիրառման ընթացքում ունենում է խնդիրներ, որը փորձում ենք լուծենք։ Դուք մեր գծերում գազեր էր աշխատում, ճիշտ է։ Ինչի հանեցիք, ավտոբուս դրեցիք։ Հիմա ավտոբուս անում եք գազեր։ Քանի որ հանրապետությունում անցում է ԿՏՎ միասնական երթուղի։ Լավ, հասկացա։ Պարոն Գալստյան, ինչն է խնդիրը, որ քննարկումը ոչ թե այս Գյումրի գյուղապետարանում կամ մշակույթի տանն է լինում, այլ Եղվարդի համայնքապետարանում, որն է։ Ներողություն մի վարքյան, պարոն Գալստյան, պատտվեք թե։ Լավ, մի րոպե կներեք, էլի մի հատ կներեք, էլի, ասեք։
Պարոն Սարգսյան, ես մի հատ եմ խնդրում։ Իմ անձամբ իմ խոսքերը փոխանցեք մեր պարոն Սարգսյանին, պարոն Բաբայանին, նայեք, բոլորը ասելով մենք հիմա այնտեղ տեսնում ենք 2-3 հոգի։ Պաշտոնատար պարոն Սարգսյանն եմ տեսնում, Նորիկ Սարգսյանին, մարզպետին եմ ես տեսնում, պարոն Բաբայանին, բայց այստեղ ժողովուրդն է, ժողովրդի կարծիքը ձայնը, Արտուրս կյանքին մեռնեմ, ես չեմ քաղաքական ասում։ Հազար ներողություն եմ խնդրում։ Այսինքն պետական մարմինների որոշումը հետևյալն է, որ մեր տեղական ինքնակառավարման մարմնում են քննարկում իրականացնելու։ Այսինքն մարզպետը, համայնքապետը չեն գալու քասա։ Հնարավոր է որ գան, չէ, գալու են, բայց այս պահին քննարկում Ինչու են նրանք այս պահին խուսափում։ Պարոն Գալստյան, ինչու են այս պահին։ Իրենք Եղվարդում սպասում են։ Հիմա ասում եք հնարավոր է գան։ քննարկումից հետո հնարավոր է Ինչու են խուսափում։ Մի վարքյան մարզպետը հիմա կառավարության նիստին պետքա որ լինի, որտեղ ընդհանրում է կառավարության նիստը։ Այս պահին մարզում ինչ որ խնդիր կա, դրա հետ կապված ժամանել անդեղ։ Մի րոպե կներեք, Արտուր ջան, մի հատ լավ։ Արի գրետը, արի տարը։ Մենք չենք իստենք։ Արի։